Մտել եմ սրբությանը սրբոցը, մտել եմ քո գառանարյունով, եկել եմ ստանալու հոգուտ բոցը, եկել եմ լցվելու քո պարով, Հայր սիրուն Եվ այս պահը նորից քո ձեռքերի մեջ ենք հանձնում օրհնյալ մեր Փրկիչ եւ մեր Տերը մեր Աստվածը։ Շնորհակալ ենք քո կենթանի խոսքի համար, Տեր, որ դու այս առավոտ ունես ուղղակի պատգամ ամեն մեկից, Տեր, օրհնիր ժողովուրդը, օրհնիր ամեն մեկից, Տեր, վերցրու բոլոր տեսակի ծանրություններ, Տեր, մեր միտքը թող այս առավոտ մեկ անգամ եւս նորոգվի քո Աստվածային խոսքով եւ ճշմարտությամբ։ Ես էլ խոնարհում եմ քո առջև, Տեր, խոստովանում եմ, որ առանց քո շնորհքի որևէ բանի կարող մեկը չեմ, Տեր, դուր որ ամեն մեկս այստեղից օրհնված, լեցված եւ զորացած գնանք մեր տները։ Հիսուսի Քրիստոսի անունով խնդրեցինք։ Օրհնյալ լինես հիմա եւ միշտ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Նստենք եղբայրներ, քույրեր, ասենք սրտանց Փառք Հիսուսին այս առավոտվա համար։ Շնորհակալ ենք Տիրոջից, այո, խոսքը մեզ ամեն մեկիս էր ուղղված, որ գնա քո տունդ, քո ընտանիքդ եւ պատմիր, թե Տերը ինչպես ողորմեց քեզ։ Ես ճիշտ այս ուղղությամբ եմ ուզում շարունակել խոսքը, որի համար Տերը սրտիս մեջ խոսք էր մեր ընտանիքները, մեր զավակները, մեր հարազատները, մեր բարեկամները։ Եթե Աստված Աստծո որդին դիվարին բժշկելուց հետո առաջի պատգամը տալիս է, որ գնա իր տունը եւ ընտանիքը պատմի, թե Աստված ինչպես իրեն ողորմություն արեց, որչափ առավել այսօր մեզ տարիների ընթացք ապրողներս, երբ որ Տերը մեզ այցելել է, մեզ ավետարանի խոսքն է բացվել, ապրում ենք որոշակի ընթացք, որոշակի փորձառություններ ունենք Տիրոջ ողորմությամբ եւ այլն, որչափ առավել մեզ այսօր նորից պետք է թարմանալ, նորոգվել այս ուղղությամբ, թե մենք որտեղ ենք մեր հարազատների, մեր սիրելի, մեր ընտանիքի նկատմամբ մեր վերաբերմունքի ծառայության մեջ, եղբայրներ, քույրեր։ Եվ հետաքրքիրը նա է, որ Պողոս առաքյալը հետագայում պիտի թղթերի մեջ անդրադառնար հետևյալ խոսքին, որ բավական շեշտադրող խոսք է, հետևյալ ասելով, ասում է, բայց եթե դա կարդում եմ առաջի Տիմոթեոս 5-րդ գլխի 8-րդ համար, ասում, բայց եթե մեկը
իրեններին, մանավանդ իր ընտանիքին հոգ չի տանում, նա հավատքը ուրացած է եւ անհավատից էլ ավելի վատ է։ Հետաքրքիր է, ինչ շարունակություն է սա։ Հիսուսը դիվահարին պատգամ է տալիս, ասում մի արի ինձ հետ, ապա գնա քո տունը եւ քո ընտանիքիդ պատմի, թե Աստված ինչպես քեզ ողորմեց, սա իրապես լուրջ պատվեր է Տիրոջ կողմից, որ առաքյալը անգամ անդրադառնում է սրան, որ եթե մեկը իր ընտանիքին եւ մանավանդ իր իրեններին եւ իր ընտանիքին հոգ չի տանում, նա հավատքը ուրացած է եւ անհավատից էլ գեշ է։ Մենք գիտենք Աստծո խոսքի մեջ, որ իրենները իհարկե մտերիմները նկատի ունի, ընտանիքը անմիջապես այն տունը, որտեղ որ մենք ապրում ենք, հարազատներ ունենք եւ այլն։ Եվ գալիս է մի տեղ, որ մենք այս առավոտ պիտի նորից անդրադառնանք, որտեղ ենք մենք։ Շատերս մտածում ենք, որ հոգ տանել նաեւ նյութական իմաստով, սա իր տեղը ունի։ Բոլորս ունենք մեր պարտավորությունները ընտանիքի հոգը տանելու, տարբեր նյութական, ֆինանսական կարիքներ եւ այլն, բայց սրանից առավել առաքյալը ավելի շատ նկատի ունի հոգևոր կարիքները հոգալու, որովհետև եթե Աստված իր լույսը բերել է մի տան մեջ, մի միջավայրի մեջ, այդ լույսը չի կարող գրվանի տակ դրվել, չէ, այդպես է գրված։ Լույսը դրվում է աշտանակի վրա եւ քաղաքը ասում է, որ լեռան վրա է, չի կարող ծածկվել։ Ուրեմն Տերը մեզանից ակնկալում է, որ մենք իրապես մեր ընթացքի մեջ ուշադրություն դարձնենք։ Եթե խոսում է օրինակ Աստծո, ասենք, ծառային, Աստծո զավակին, որ նա իրեններին, եթե հոգ չի տանում, առաջի բանը, որ մեզ հիշեցնում է, գիտեք ինչն է, միայն Աստծո սիրո պակասը կարող է տանել մարդուն անտարբերության։ Եթե մարդու կյանքի մեջ Աստծո սերը պակասում է, նա բնականաբար ընկել այդ վիճակից եւ մոռացել է, որ Աստված ունի տված ամեն մեկից որոշակի, կարելի ասել, պարտավորություն ասեմ, պատասխանատվություն ասեմ։ Գիտեք, այն զավակները, որ Աստված մեզ տվել է, այն հարազատները, որոնց մեջ մենք այսօր կանք, դա Աստծո պարգևն է եւ մեզանից ամեն մեկը ունի որոշակի ծառայություն։ Աստծո սիրուց պակասած վիճակը, եթե գնում ենք Հիսուսի պատգամին Հովանու 13, 34, 35 համարների մեջ, տեսեք Հիսուսը ինչ է ասում իր աշակերտներին։ Ասում է, նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ մեկս մեկ սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ մեկս մեկ սիրեք։ Սրանով ամենքը պիտի գիտենան, թե իմ աշակերտներս եք, եթե իրարու վրա սեր ունենաք։ Այսինքն, եթե մարդը Աստծո սիրով լեցված է, բնականաբար իր կյանքն է վկայություն, բնականաբար իր խոսքն է վկայություն։ Ուզում եմ մի համարի վրա եւս կանգնել, օրինակ նույն Մատթեոս ավետարան 10-րդ գլխի 34-37 համարների մեջ մի խոսք կա, որը ինչ որտեղ նաեւ մեզ ամենքից կարծեք թե հակասական մտքեր առաջացնում, որ Հիսուս ասում է՝ մի կարծեք, որ ես երկրի վրա խաղաղություն գցելու եկա, խաղաղություն գցելու չեկա, հապա սուր, որտև եկա տղան իր հորից զատելու, աղջիկը իր մորից, հարսը կեսուրից եւ մարդու թշնամիները իր ընտանիքը պիտի լինեն։ Մարդ կա, որ այս համարը վերցնելով միտեղ գալիս է եւ ինքն իրեն հանգիստ է հայտարարում, ասում է, որ ահա եւ Աստծո խոսքը, որ եկել է սուր գցելու անգամ ընտանիքի մեջ, դե խոսել եմ, դե վկայել եմ այսքան ժամանակ, գուցե այլևս դրա ժամանակ անցել է, մանավանդ որ ասում են մարդու թշնամիներ իր ընտանիքը պիտի լինեն։ Բնական է լույսի եւ խավարի տարբերության մեջ լինում են հակասություններ, ընտանիքի մեջ մի մասը ընդունել է Աստծո խոսքը, մի մասը ոչ։ Բայց նայեցեք շարունակության մեջ ինչ է ասում Տեր Հիսուս, ասում է նա որ հայրը կամ մայրը ինձանից ավելի կսիրե, ինձ արժանի չէ։ Նա որ տղան կամ աղջիկը ինձանից ավելի կսիրե, ինձ արժանի չէ։ Նա որ իր խաչը չի առնում եւ իմ ետևից չի գալիս, ինձ արժանի չէ։ Այսինքն, եթե նայում ենք Աստծո խոսքի մեջ, Աստված խաղաղության ավետարան է մեզ բերել, ինչ սուրի մասին է խոսքը։ Իհարկե, լույսը խավարի հետ մեկտեղ լինել չի կարող, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր մի բան կա, եղբայրներ, քույրեր։ Երբ որ մարդը
այս սիրո մեջ նա որ իր հայրը, մայրը կամ վերջապես ավելի կսիրե ինձ արժանի չէ, նա որ տղան կամ աղջիկ ինձանից ավելի կսիրե։ Երբեմն ասենք մարդը սիրո տեղերն է փոխում։ Փոխանակ Աստծուն ավելի շատ սիրի եւ դրա հետևանքով նա դառնա ավելի օգտակար իր ընտանիքին, նա փորձում է իր ընտանիքին հաճեցնել Աստծո սիրուց հեռանալով։ Եվ սա շատ վտանգավոր բան է, եղբայրներ, քույրեր։ Միշտ Աստծո սերը հաղթող է։ Եթե մարդը հավատարմորեն Աստծո սիրո ետև է եւ նրան հետևում է իր ճանապարհների մեջ, վաղ թե ուշ այդ ավետարանը դառնալու է իր հարազատի համար փրկության միջոց։ Մենք համաձայն ենք սրա հետ, թե չէ, եղբայրներ, քույրեր։ Եվ այստեղ է, որ Տիրոջ խոսքը ասում է, որ ես խաղաղություն եմ թողնում ձեզ։ Ոչ թե այն խաղաղությունը, որ աշխարհն է տալիս, հապա իմ խաղաղությունն եմ տալիս։ Աստծո խոսքի մեջ բազում տեղեր կա, Աստծո խոսքի մեջ, որ ասում է, օրինակ հոգևոր խորհուրդը կյանք եւ խաղաղություն է։ Իսկ մարմնավոր խորհուրդը մահ է։ Չէ, այդպես է գրված։ Մահ եւ անգամ թշնամություն։ Բայց սրանով հանդերձ ավետարանը կարող է, եղբայրներ, քույրեր, մեր կյանքի մեջ նման հակառակություններ բերել երբեմն հարազատների նկատմամբ տարբեր վիճակների մեջ եւ զարմանք չէ, որ միևնույն տան մեջ ապրող հավատացյալ քույրը կամ եղբայրը ունենա ամուսին կամ կին կամ զավակները ավետարանից հեռու լինեն եւ երկար տարիներ այդպես էլ իրենց համար հասկանալի չլինի, թե ավետարանը ինչ է։ Ավետարանի խորհուրդը իսկապես կյանք եւ խաղաղություն է, իսկապես դա իրականություն է, մինչեւ որ իրապես վերից Աստծուց հայտնությունը չգա տվյալ անդամի, տվյալ ընտանիքի հարազատի վրա։ Բայց նույնն է, երբ որ մարդը շարունակում է ավետարանը քարոզել, ավետարանի վկա լինել, տեսեք, Պողոս առաքյալը գաղաթացիներին ուղված թղթի մեջ ասում է, ինչ է, միթե ես ձեր թշնամի եղա, ճշմարիտ է ձեզ խոսելուս համար։ Քանի որ կա այդ լույսի եւ խավարի տարբերություն, երբեմն ճշմարիտը եւ լույսը դառնում է թշնամանքի առիթ։ Թվում է, թե դու ուզում ես քո հարազատին կամ քո բարեկամին ինչ-որ բանից զրկած լինել կամ ինչ-որ վայրկներից հեռացրած լինել, բայց ոչ քավլիցի։ Աստծո խոսքը մեզ ասում է, որ մեզ փրկիչ է եկել եւ ոչ թե զրկիչ։ Նա եկել է մեզ փրկելու այս դաժան իրականությունից, այս մեղքի իրականությունից։ Եվ մենք դրա մեջ պարտավորություններ ունենք, եղբայրներ, քույրեր։ Մենք պարտավորություն ենք մեր հարազատների նկատմամբ ժամանակին իրենց ավետարանի խոսքը փոխանցելու։ Իսկ աստվածային սերը հարազատների նկատմամբ դա ուղղակի հավատարմություն է, մեզանից ամեն մեկից ակնկալում։ Մի քանի օրինակներ ես ուղղակի կուզեմ բերել Սուրբ գրքից, օրինակ Նոյին ինչպես հաջողվեց 120 տարի իր 3 տղաների եւ 3 հարսների հետ միասին տաղբանի շինարարություն անել։ Պատկերացնում եք դա ինչ մեծ ծառայություն է իրականության մեջ։ Ինչպես հաջողվեց համոզել նրանց, որ նրանք հետևեն, չէ որ մենակ Նոյն էր լսել Տիրոջից պատգամ, որ տապան կառուցի, որովհետեւ շուտով երկրի վրա մեծ ջրեղեղ պիտի լինի, երբ դեռ երկրի վրա անգամ անձրև չի կաթացել, մինչև ջրեղեղը, եղբայրներ, քույրեր։ Մինչև ջրեղեղը երկրի բնակլիմայական վիճակը այնպիսին է եղել, որ երկնքից երբեք անձրևի կարիք չի եղել, երկիրը պատված եղել ջրային շերտով եւ խոնավությունը բավարար է եղել ամբողջ երկիրը բարենպաստ պայմաններ ունենալու համար։ Բայց ահա անկարծ Նոյը ասում է, որ ոչ, ջրեղեղ պիտի եւ երկիրը պիտի ծածկվի, որովհետեւ Աստված խոսել էր, որ զղջացել էր իր ստեղծածի համար, քանի որ մարդը իր բնությամբ չար էր մեղքի, ուրեմն բնություն ժառանգելով Ադամից, եղբայրներ, քույրեր։ Եվ իրականության մեջ, երբ որ մենք նայում ենք, շատ օրինակներ կա Աստծո խոսքի մեջ։ Հիշում եք, օրինակ Պետրոսին, ով բերեց Հիսուսի առջև կանգնացրեց, կարող եք հիշել։ Անդրեասը, իր եղբայրը, երբ որ նա մինչ այդ Հովհաննեսի աշակերտներից մեկն էր, երկու աշակերտներից մեկը, երբ որ Հովհաննեսը Հիսուսին տեսավ, ասեց, ահա Աստծո գառը, որ աշխարհի մեղքը պիտի վերցնի, եւ հանկարծ այս երկու աշակերտները
դարձան եւ սկսեցին Հիսուսին հետևել։ Երբ որ սկսեցին Հիսուսին հետևել, Հիսուս դարձավ ասաց. «Ինչ եք ուզում», ասացին «Ուզում ենք տեսնել որտեղ ես դու բնակվում»։ Եվ Հիսուսը նրանց տարավ իր տունը, որտեղ որ ինքը բնակվում էր, եւ պարզվում է, որ դրանցից մեկը Անդրեասն էր։ Անդրեասը, երբ որ գնաց Պետրոսին հանդիպեց, ասեց. «Արի, մենք գտել ենք Մեսիան»։ Անդրեասն էր, որ Պետրոսին տարավ եւ Հիսուսի առջև կանգնացրեց, եւ Հիսուս ասեց. «Դու Սիմոնես, դու Կեփաս պիտի կոչվես», այսինքն վեմ պիտի կոչվես։ Այսինքն մենք նորից տեսնում ենք, որ ընտանիքի մեջ այդ հարազատ փոխհարաբերության մեջ եղավ այդ օրհնյալ վկայությունը, որ Անդրեասը իրականության մեջ նայում ենք աշակերտների մեջ այդքան երևացող ծառայություն չէր արել, եւ հետագայում մենք չենք տեսնում, բայց Պետրոսը դարձավ վեմ։ Ինչն էր պատճառը, որովհետև Անդրեասը նրան կարողացել էր ներկայացնել Հիսուսի առջև կանգնեցնելու։ Սուրբ Գիրքը ամբողջությամբ, երբ որ մենք նայում ենք եղբայրներ քույրեր, ամբողջությամբ ներկայացում է, թե ընտանիքի մեջ փոխհարաբերությունների մեջ ինչ ճշմարտություններ կա, որպեսզի ավետարանը տեղ հասնի։ Մենք չենք կարող հենց այնպես գնալ, կանգնել եւ վկայել առանց իրական կյանքի եւ այդպես հասնել հաջողության։ Այդպիսի բան գոյություն չունի։ Օրինակ ամուսինների միջև փոխհարաբերության հետ կապված Պետրոսի թղթի մեջ մենք կարդում ենք հետևյալ համարները։ Առաջի Պետրոս, ուրեմն 3-րդ գլխի 1-2 համարները։ Եվ նաև 7-րդ համարը պիտի ընթերցի։ Ասում է. նմանապես կանայք հնազանդ պետք է լինեն իրենց այրերին, որպես եթե ոմանք խոսքին հնազանդ չլինեն, առանց խոսքի շահվեն իրենց կանանց վարվելակերպովը, տեսնելով նրանց երկյուղած եւ պարկեշտ վարմունքը։ Ձեր զարթանակը, ասում է, թող չլինի դրսից մազերի հյուսվածքներով եւ այլն։ Հիմա սա խոսում է այն պարագայի մեջ, երբ որ քույր ունի ամուսին, որը անապաշխար է։ Ասում է, այսպիսի պարագայի մեջ, ասում է, պետք է հնազանդություն ցուցաբերել, որպեսզի եթե ոմանք, ասում է, եթե խոսքով չեն շահվում հնազանդության վարվելակերպը տեսնելու։ Անկամ Պետրոս ասում է, նմանապես, ասում է, ժամանակին, ասում է, Աստծո կանայք, ասում է, իրենց անձերը զարդարում էին իրենց ամուսիններին, ինչ անելով, հնազանդվելով։ Այդպիսի մի խոսք էլ կա, ես ուզում եմ այդ համարը կարդալ, որովհետև ասում են ժամանակին 5-րդ համարն եմ կարդում, սուրբ կանայք, որոնք իրենց հույսը Աստծո վրա են դրել, իրենց անձերը զարդարում էին իրենց այրերին հնազանդ լինելով։ Եվ նմանապես այրերի մասին, այս անգամ ամուսինների մասին, նմանապես ասում է այրերը խոհեմությամբ նրանց հետ ապրեն, տկար մի անոթի պես հարգելով կանանց, իբրև կյանքի շնորհքի ժառանգակիցներ, որպեսզի ձեր աղոթներին արգելք չլինեն։ Նույնը նաև եղբայրներին է վերաբերում, թե մեր փոխհարաբերությունների մեջ մենք ինչպես ենք վարվում։ Եթե մի եղբայր օրինակ կին ունի, որ դեռևս ավետարանին մոտիկ չէ կամ ապաշխարած չէ, տեսեք, ասում է խոհեմությունով նրանց հետ ապրեն, տկար անոթի պես հարգելով կանանց իրենց կյանքի շնորհքի ժառանգակիցներ տեսնելով։ Այսինքն նրանք եւս ժառանգակից պիտի լինեն այն թագավորության, այն ավետարանների խոստումին, ինչ որ ավետարանով խոստացված է։ Սա մեր աչքի առջև մենք պիտի ունենանք եղբայրներ քույրեր։ Տերը թող մեզ օրհնի, մեզ ամեն մեկից զորացնի։ Մեկ ուրիշ համար Կողոսացիս 3:18 ասում է. կանայք հնազանդ եղեք այրերին, ինչպես կվայելե Տիրոջմով։ Ինչպես կվայելե Տիրոջմով։ Մի ավելի կոնկրետ խոսք կա, որ ամեն անգամ այս համարի վրա, երբ որ ես կանգ եմ առնում, ասում եմ արդյոք չափազանցված չի, բայց իրականության մեջ այդպես չի։ Եփեսացիս 5:22 ասում է. կանայք հնազանդ լինեն իրենց ամուսիններին, որպես թե ումը Տիրոջը։ Այսինքն ինչպես որ մարդ արարածը հնազանդ կլինի Տիրոջը, նույն ձևով հնազանդ լինի ամուսնու։ Սա պատկերացնում եք ինչքան մեծագույն շնորհք է, խոնարհություն է պահանջում։ Երբ որ սա հակադիր կողմն է մեղքի հետևանքով ժառանգած կնոջ բնությանը, երբ որ կինը միշտ հակված է իշխելու իր ամուսնուն, հասկանում եք, հակառակ բանը կա։
Ասում է քո փապակը քո ամուսինը պիտի մեկ ուրիշ թակնարության մեջ գրված է որ իշխես։ Այսինքն այս բոլորի մեջ երբ որ ավետարանի խոսքը հայտնվում է թե ինչպես պիտի փոխհարաբերությունները դասավորվեն Սուրբ Հոգու ձեռքով, սա մարդկային կանոններով չէ, սա այո ոչերի կամ վերջապես այսպես օրենքների շարքով չէ, այլ իսկապես մարդը Տիրոջից առած պիտի լինի այս աստվածային շնորհքը, որ եթե ամուսինը կին ունի իր կողքը, նրան պետք է հարգանքով վարվի որպես կյանքի շնորհքի ժառանգակից, գտնելով նրան, իսկ եթե կինը ամուսին ունի, նրան պետք է հնազանդվի այնպես, որպես թե Տիրոջը, ինչպես որ վայել է Տիրոջը։ Այսպիսի փոխհարաբերության մեջ է, որ ավետարանը ներծծվում է ուղղակի մարդկանց կյանքի մեջ եւ մենք ստանում ենք իրական կյանք, իրական փոփոխություն, իրական արդյունք, որի մասին մենք փորձում ենք այսօր անդրադառնալ։ Նույն ինքը, երբ որ դիվարը բժշկվեց, նորից այդ խոսքին դառնանք, ասում է գնա պատմիր։ Դե Աստված ինչպես քեզ ողորմեց։ Ինչպես քեզ ողորմեց։ Օրինակ կարող էր արդյոք նման մեկը բժշկված մեկը կանգներ այսպես խիստ խոսքերով իր կնոջը կամ իր ընտանիքին ինչ-որ բաներ պատմել։ Բնականաբար նա պիտի պատմեր Աստծո ողորմությունը, թե ինքն ինչ ահավոր վիճակի մեջ է եղել։ Երբ որ նա գերեզմանների մեջ էր, ասում է շղթաներով կապված, պարզ է որ նրա մարմինը վերքերով էր պատված, նա քարերով ինքն իրեն վնասում էր եւ այլն, այս բոլորը փաստացի արդյունք էր այն մեծ ողորմությունը, որ արդեն երևում էր այդ բժշկված դիվարի կյանքի մեջ։ Նույն ձևով ամեն անգամ, երբ որ մենք որևիցե մեկի առջև կանգնում ենք վկայություն անելու, հարազատ կլինի, բարեկամ կլինի, ընկեր կլինի, միջավայր կլինի, միշտ պիտի հիշենք, թե Աստված մեզ ինչպես է ողորմել, մեզ որտեղից է դուրս բերել, ինչպիսի մեծ ողորմություն է եղել մեր կյանքում իրականության մեջ։ Մեկ ուրիշ տեղ Կորինթացիների թղթի մեջ, առաջի Կորինթացիս 7-րդ գլխի մեջ ավելի կոնկրետ է ներկայացնում հավատացյալ եւ անհավատ ամուսինների միջև եղած փոխհարաբերության մեջ, ասեմ, որովհետեւ անհավատ այրը, ասում եմ, եթե մի կին, որ անհավատ այր ունենա եւ նրան հաճելի լինի, ասում եմ, իրեն հետ բնակվել, թող չթողնի նրան, որովհետեւ անհավատ այրը սրբված է կնոջմով եւ անհավատ կինը սրբված է այրով, ապա թե ոչ ձեր որդիները պիղծ պիտի լինեին, բայց հիմա սուրբ են։ Ինչ ասել է սրբված են։ Միթե կնոջ հավատքը բավարար է, որպեսզի ամուսինը սուրբ համարվի Տիրոջ առջև, ոչ։ Ամուսինը ինքն իր տեղը պիտի նաև զղջա եւ ապաշխարի Տիրոջ առջև խոնարհությամբ։ Այլ սա ասել է, թե սա օրհնության մի շնորհ է, հնարավորություն է ընտանիքի մեջ, եթե ամուսիններից մեկը ապաշխարած է, մյուսը ոչ, նրա միջոցով հնարավոր է, որ աստվածային լույսը փոխանցվի եւ 16-րդ համարի մեջ ասում է, քանզի ասում է, ինչ գիտես դու ով կին, թերևս քո այրդ պիտի ապրեցնես, կամ դու ինչ գիտես ով այր, թերևս քո կինդ պիտի ապրեցնես։ Այսինքն միշտ տեսնել ենք այսպես իրավիճակներ, որ ամուսնու միջոցով կինն է ապաշխարել կամ կնոջ միջոցով ամուսինն է ապաշխարել։ Թերևս եղել են բացառիկ դեպքեր, որ այդպես էլ մինչև կյանքի վերջ անհավատը մնացել է անհավատ, հավատացյալը մնացել է հավատացյալ, բայց ընդհանուր իրավիճակի մեջ եղբայրներ քույրեր մենք տեսնում ենք, որ ավետարանը կարող է իրապես հալածել խավարը ուղղակի։ Եվ Աստծո խոսքի մեջ մենք քիչ հետո մի քանի օրինակներ եւս կբերենք, բայց գանք ծնող երեխա փոխհարաբերությանը, որպեսզի նորից տեսնենք, թե Աստծո շնորհքը ինչպես է աշխատում։ Օրինակ Տիտոսի 2-րդ գլխի առաջի մի քանի համարները ինչ է ասում։ Ասում է. «Սովորեցուր ինչպես որ կվայելե ողջամիտ վարդապետությանը, ծերերին զգաստ լինել ծանրաբարո, խոհեմ, ողջամիտ, հավատքով, սիրով, համբերությունով, նույնպես պարավներին այնպեսի վարմունք ունենալ, ինչպես որ կվայելե սրբությանը, ոչ բանսարկու լինել, ոչ գինեմոլ, հապա բարի խրատ տվող, որ խրատեն նորահասակ կանայք, որպեսզի իրենց այրերին ու զավակները սիրեն, խոհեմ,
ողջախոհ, տնաշեն, բարեգործ, իրենց այրերին հնազանդ լինեն, ոչ թե որ չլինի թե Աստծո խոսքը հայովի։ Նույնպես էլ երիտասարդներին հորդորել խոհեմ լինել։ Ամեն կողմից անձդ բարի գործերի օրինակ ցույց տալով վարդապետության մեջ անեղծություն եւ պարկեշտություն։ Շարունակությունը իհարկե շարքը շատ է։ Որդիների նկատմամբ Պողոսացիս հենց առաջի գլխի մեջ կա մի քանի համարներ, ես այդ տեղերն եմ ուզում ընթերցել եւ մի շատ կարեւոր օրինակ եմ ուզում բերել հին ուխտից, որ միշտ մեզ ինձ օրինակ հիացրել է։ Դա Կողոսացիների 3-րդ գլխի 20-21-րդ համարն է, ասում է որդիներ ամեն բանի մեջ հնազանդ եղեք ձեր ծնողներին, որովհետև այն է Տիրոջ առջև հաճելի։ Հայրեր ձեր որդիները մի բարկացնեք, որպեսզի չվհատվեն։ Եվ շարքը իհարկե շատ է, բայց այստեղ ծնող երեխա փոխհարաբերության մեջ, հնազանդության մեջ ինչպիսի մեծ հրաշալի գաղտնիք կա։ Երեմիայի մարգարեության մեջ մի գերդաստանի մասին կա մի օրինակ, որ ուզում եմ ձեզ բերել, դա Ռեքաբյանների ընտանիքն է։ Ինչ հրաշք մի օրինակ է։ Տեսեք, Աստված մարգարեի միջոցով ասում է գնա այս տունը, հավաքիր այս տան, ասենք, մեծերին եւ տար Տիրոջ տունը եւ ասա, որ գինի պետք է խմեք։ Աստված ուղղակի այս ընտանիքի միջոցով պատգամ ուներ իր ժողովրդին փոխանցել, բայց տեսեք որտեղից ինչ է առաջ գալիս։ Դա գրված է ուրեմն Երեմիա մարգարեության 35-րդ գլխի 5-ից 10 համարները։ Դե Երեմիան հնազանդում է Տիրոջը, ասում է Ռեքաբյանների որդիների առջև գինիով լեցուն ամաններ ու գավաթներ դրեցի նրանց ու ասեցի գինի խմեցեք։ Եվ նրանք ասեցին գինի չենք խմել, քանզի մեր հայրը Ռեքաբի որդին Հովնադաբը մեզի պատվիրեց եւ ասեց դուք ու ձեր որդիները հավիտյան գինի պիտի չխմեք եւ տուն պիտի չշինեք ու մի ցանեք ու այգի մի տնկեք ու մի ստանաք հապա ձեր բոլոր օրերը վրանների մեջ բնակեցեք, որպեսզի ձեր պանդուխտ եղած երկրի վրա շատ օրեր ապրեք։ Հիմա իրենց կարելի ասել պապից, իրենց հոր հայրը Ռեքաբը ուղղակի պատվիր է տվել ասելով, որ գինի մի խմեք եւ տուներ մի կառուցեք, մի ցանեք, ուղղակի պանդուխտի պես վրանների մեջ ապրեք։ Սա իհարկե բավականին լուրջ պատգամ է, որը սերունդից սերունդ անգամ փոխանցվել էր։ Բայց մենք տեսնում ենք մի բան, որ այս բանի մեջ հավատարմությունն ենք տեսնում այս ընտանիքի։ 18 համարից եմ ուզում շարունակել, Տիրոջ խոսքը Երեմիային եղավ ասելով, զորքերի Տերը Իսրայելի Աստված այսպես ասում, գնա Հուդայի մարդկանց եւ Երուսաղեմի բնակիչներին ասա, որ իմ խոսքերս մտիկ անելու համար խրատ չեք ընդունում։ Ռեքաբի որդին Հովնադաբին իր որդիներին գինի չխմելու համար պատվիրած խոսքերը հաստատ պահվեցին, որտեղ իրենց հորը հրամանին հնազանդություն անել մինչև այսօր չեն խմում, բայց թեև ես ձեզի խոսեցա կանուխ ելնելով, սակայն դուք ինձ մտիկ չարեցիք եւ իմ բոլոր ծառաներս, մարգարեներս ձեզի ղրկեցի կանուխ ելնելով եւ ասի ամեն մարդ իր ճամփայից թող դառնա, բարի գործեր անեք եւ օտար աստվածների եթե մի գնաք ու նրանց ծառայություն մի անեք, որպեսզի ձեզի ու ձեր հայրերին տված երկրից մեջ բնակեք, բայց ձեր ականջը չծռեցիք ու ինձի մտիկ չարեցիք։ Տեսեք, Ռեքաբյանների ընտանիքի օրինակով Աստված պատգամ է ուղարկում Հուդայի ցեղին, ասելով, որ ես էլ ձեզ պատգամներ եմ տվել, որպես ձեր հայրը լինելով, որ օտար աստվածների չպաշտեք, այս չանեք, վերջապես իմ ճամփաների մեջ քայլեք, բայց չհնազանդեցիք։ Իսկ տեսեք, Ռեքաբյանների ընտանիքը սերնդեսերունդ այսպիսի հնազանդություն ունի, հավատարմություն ունի, որ անգամ Աստծո մարդը մարգարեն գնացել իրենց տարել է Տիրոջ տան, սենյակներից մեկի մեջ կանգնացել է, վերջապես անոթները գինիով լեցել, ասում է գինի խմեք։ Երեմիան ճանաչված էր որպես մարգարե, նրանք պիտի հնազանդվեին, բայց ասում են, որ մենք չենք խմի, որովհետև մեր հայրերը մեզ պատվիրել են, որ գինի չխմենք եւ վերջապես տներ չկառուցենք, երկրի վրա օտար եւ ապանդուխտի պես ապրենք։ Կարծես հոգեվոր մարդու մի բարձրագույն արքավիճակ է ներկայացված այս ընտանիքի մեջ։
Բայց տեսեք շարունակության մեջ 18-րդ համարի մեջ ինչ է ասում։ Ասում է եւ Երեմիան Ռեքաբյանների տանը ասեց զորքերի Տերը Իսրայելի Աստված այսպես ասում, որովհետև ձեր հորը Հովնադաբի պատվերին մտիկ արեցիք ու նրա բոլոր հրամանները պահեցիք ու ձեզ պատվիրածի պես արեցիք, ուստի Ռեքաբյան Հովնադաբեն միշտ իմ առջևս կայնող մարդ պակաս պիտի չլինի։ Տեսնում եք Աստծո խոստումը։ Քանի որ ասում է դուք ձեր հորը լսեցիք, հնազանդություն ցուցաբերեցիք, ասում է այս ցեղից, այս ընտանիքից Աստծո առջև կանգնող մարդ պակաս պիտի չլինի։ Որքան բարձր է գնահատվում իրապես Տիրոջ առջև եղբայրներ քույրեր հնազանդությունը։ Օրինակ Կորնելիոսի օրինակը երբ որ բերում ենք, շատ անգամ ենք բերել։ Կորնելիոսին ինչպես հաջողվեց իր աստվածապաշտությամբ, իր հնազանդությամբ, իր աստվածավախությամբ, Տիրոջից պատգամ առնելով Պետրոսին կանչել տալով եւ իր ամբողջ հարազատները, իր մտերիմները հավաքել իր տան մեջ եւ պատգամ լսել եւ մեկ պատգամով ընդամենը ամբողջ ընտանիքը, ամբողջ Գերդաստանը դարձի եկավ եւ ապաշխարեց։ Ես հիշում եմ, երբ որ մենք նոր էինք ապաշխարել, այդպես ներկայացնում էին, ասում են, էս եղբայրն է, էս քույրն է, այս եղբոր ընտանիքը Կորնելիոսի ընտանիքն է, այսինքն նկատի ունեն, որ այս ընտանիքի մեջ մեծից փոքրը բոլորը դարձել են Տիրոջ եւ ապաշխարել են։ Այսինքն Աստված միթե ջոգողություն ան կամ Աստծո առջև միթե խտրություն կա եղբայրներ քույրեր։ Իհարկե ոչ։ Կամ նույն բանտապետը, երբ որ Պողոսին եւ Շիղային բանտարկել էր, չէ, այդ շղթաների մեջ կրկնակի կոճղերով եւ երբ որ գիշերը փառաբանում էին Աստծո եւ բանտի դռները բացվեցին, ամբողջ տեղը շարժվեց եւ ինքը բանտապետը ներս մտավ եւ ուզում էր ինքն իրեն սպանել, որովհետեւ մեծ պատասխանատվություն էր այս բանտարկյանների նկատմամբ, մտածում է, որ նրանք արդեն փախել են, Պողոս ասեց քեզ ձեռք մի տուր։ Այս վարմունքը արդեն բավարար էր, որ հասկանան, որ ազնիվ մարդիկ են սրանք։ Սրանք եթե փախնող լինեին, պիտի փախնեին։ Եվ բանտապետը իր հպարտությունից ուղղակի խոնարհվեց, ծունկի եկավ Առաքյալների առջև, ասեց. «Տերեր, ինչ է պետք ինձ անեմ, որ փրկվեմ»։ Այսինքն ինքը հասկացավ, որ իրեն փրկություն է պետք։ Եվ սա բավարար չէր, որ այս փրկությունը անձնական եւ անհատական լիներ։ Տեսեք Առաքյալների պատվեր ասում է. «Հավատա Տեր Հիսուսին, եւ պիտի փրկվես դու եւ քո ամբողջ տունը»։ Եվ ինչ արեց բանտապետը, նրանց վերքերը փաթաթեց, տարավ իր տունը եւ այդ գիշեր իր տունը, իր ընտանիքը մկրտվեցին եւ մեծ փրկություն եւ ուրախություն եղավ այդ տան մեջ։ Նայեցեք ծիրանավաճառ Լիդիային, երբ որ Տերը նրա սիրտը բացեց եւ Աստծո խոսքը հասավ, նրա խորքը ասեց. «Եթե ինձ հավատացյալ եք համարում, խնդրում եմ եկեք իմ տունս»։ Եվ առաքյալների նորից պատգամով ամբողջ տունը դարձավ եւ նրանք էլ մկրտվեցին։ Այսինքն նորից մեզ համար, ամեն մեկիս համար կա այս առավոտ պատգամ թարմացված, որ չլինի, որ աստվածապաշտությունը միայն կերպարանք լինի մեր կյանքի մեջ, այլ իսկապես փոխանցվի այդ կենթանի կյանքը, մեր հաղորդակցությունը կենթանի Աստծո հետ լինելու, մեր աղոթների մեջ միշտ մեր հարազատները Տիրոջ առջև կանգնացնելու։ Գիտենք, որ Աստծո խոսքը երբեք գետին չի գնում, եղբայրներ քույրեր։ Այն խոսքը, այն ճշմարտությունը, որ եկել է մեր կյանքի մեջ, դա է, որ պիտի ներգործի, այլ ոչ թե մեր մարդկային միջոցներ։ Երեք արգելքների մասին եմ ուզում անդրադառնալ շատ արագ եւ պիտի վերջացնենք։ Առաջի արգելքը, իհարկե եղբայրներ քույրեր, պիտի նայենք, թե մեր վարվելակերպով մենք արդյոք արգելք լինում ենք մեր հարազատներին, թե ոչ։ Անկեղծ պիտի նայենք։ Եթե հարազատները Տիրոջը չեն մոտենում, առաջի հերթին մեր մեջ նայենք։ Մեր մեջ ինչ կա, ինչ վարվեցողություն կա, ինչ վերաբերմունք կա, որը արգելք է հանդիսանում Աստծո խոսքի ներգործության կամ ապաշխարության բարեկամների կամ հարազատների մեջ։ Սա մեկ։ Երկրորդը, որ ընտանիքի անդամը ինքը պետք է որոշի, սա էլ երկրորդ արգելքն է։
Դու կարող ես այո լույս լինել, դու կարող ես քո վկայությունը բերել, բայց հարազատը ինքը պիտի որոշի իր ազատ կամքով դառնում է Տիրոջի թե ոչ։ Եվ երրորդը, որ կան մի քանի պատճառներ, մեր հավատարիմ նվիրումն է ակնկալվում Տիրոջից։ Հիշում եք, Հիսուսին 3 անձիկ մոտեցան իրեն հետևելու։ Այս 3 անձանց մեջ շատ հետաքրքիր մի հատ դաս ունենք մենք սովորելիք, դա Ղուկաս ավետարան 9-րդ գլխի մեջ է գրված, Ղուկասի 9-րդ գլխի, ուրեմն 57-61 համարները, որ ինքնակոչ հետևորդների մասին է խոսում։ Բայց այստեղ մենք բաներ ունենք սովորելիք սրա մեջ։ Ասում են, երբ նրանք ճանապարհ կգնային, մեկ ասեց նրան. «Տեր, քո ետևից էդ պիտի գամ, ուր որ կգնաս»։ Հիսուս ասեց նրան. «Աղվեսները որջեր ունեն ու երկնքի թռչունները բույներ, բայց որդի մարդու տեղ չունի, որ իր գլուխը դնա»։ Ինչի մասին է խոսում։ Տեսեք, կարծեք թե մարդը ուրիշ բան է ասում։ Ասում է, որ ես քո ետևից եմ ուզում գալ։ Թվում է, թե այս մարդը ուզում է հետաքրքրված է ավետարանով, ուզում է բան սովորել։ Բայց Հիսուսը բոլորովին այլ պատասխան է տալիս, ասում է, աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները բույներ, բայց որդի մարդու մի տեղ չունի, որ իր գլուխը դնի։ Ինչի մասին է խոսքը, սա ճիշտ պատասխանն էր այս մարդու։ Պատասխանը նրանում էր, որ այս մարդը ոչ թե հետաքրքրված էր իրականության մեջ ավետարանով կամ բան սովորելով, այլ հետաքրքրված էր երկրավոր բաներով։ Թե արդյոք Հիսուսը իրեն ինչ կարող է տալ, ինչ խոստումներ ունի։ Ինչով կարող է իրեն օգտակար լինել իր երկրավոր ապրելակերպի մեջ, որովհետև խոսքը վերաբերում է ապրելակերպին, պայմաններին է վերաբերում։ Այսինքն Հիսուս ուզում էր ասել, որ եթե դու մտածում ես, որ ես պալատների մեջ եմ ապրում կամ ինչ-որ մի հարմարավետ է, այդպես չի։ Երկնքի թռչունները բույներ ունեն, աղվեսները որջեր, բայց որդի մարդու գլուխը դնելու տեղ չունի, պատրաստ ես ինձ հետևելու։ Նա տրտմած ետ գնաց։ Մի ուրիշ էլ ասեց. «Եկ իմ ետևիցս»։ Իհարկե, այս առաջինը, որ մյուս ավետարանի մեջ տեղ, սա դպիր է։ Այսինքն Աստծո օրենքին տեղյակ մեկը։ Երկրորդը, որ նորից մենք կարդում ենք մյուս ավետարանի մեջ, Մատթեոս մեջ, սա աշակերտներից մեկն է, ասում է, ինքն է Հիսուս ասում է, «Եկ իմ ետևիցս»։ Նա էլ ասեց. «Տեր, ինձ հրաման տուր, որ առաջ գնամ իմ հայրս թաղեմ»։ Հիսուս ասաց նրան. «Թող տուր մեռելներին, որ թաղեն իրենց մեռելները, բայց դու գնա Աստծո թագավորությունը քարոզի»։ Կա ավանդությունը, թե ինչի մասին էր խոսքը, որ այս անձնավորությունը տան առաջնեկը լինելով հրեական սովորության համաձայն որևէ մեկը առաջնեկը իրավունք չուներ տանից դուրս գալ այնքան ժամանակ, քանի իր հայրը ինչ է ողջ է։ Հիմա այս անձնավորությունը ընտանեկան սովորության ետև է, ոչ թե ավետարանի ետև։ Ասում է, գնամ իմ տունը, մինչև որ հայրս չմեռնի, ես քո ետևից գալ չեմ կարող։ Ով որ թողես տուն, չէ, ագարակներ, ամեն բան ինձ համար հարյուրապատիկը պիտի առնես, այ էր Տիրոջ խոստումը։ Բայց այս անձնավորությունը դրան էլ պատրաստ չէր։ Եվ Հիսուս ասաց, թող որ մեռելները թաղեն իրենց մեռելները, դու գնա Աստծո ավետարանը քարոզի։ Այսինքն ավետարանի մեջ քայլելու հավատարմության մեջ երբեք ու երբեք հետաձգման որևէ պայման արդարացի չէ։ Այդ վաղը ես կհետևեմ, վաղը ավելի նվիրյալ կլինեմ։ Այսօր է մեզանից ակնկալում, եղբայրներ, քույրեր, որ մենք Տիրոջ հետևենք հավատարմությամբ մինչև վերջ։ Եվ վերջապես երրորդ օրինակը, որ ասում եմ, մի ուրիշ ասեց. «Տեր, ես քո ետևից էդ պիտի գամ, բայց ինձ հրաման տուր, որ առաջ իմ տանս մեջ եղողներին հրաժարական ողջույն ստամ»։ Այստեղ իհարկե մեկ ուրիշ պատգամ կա։ Այս անձնավորությունը, որ ուզում էր Տիրոջ ետևից գնալ, նա դեռ կապվածություն ուներ, նա դեռ ինչ-որ պայմաններ ուներ, ինչ-որ ընտանիքի կարծիքը իմանալու։ Հիշում եք, Պողոս առաքյալը Գաղատացիս թղթի մեջ ասում է, երբ որ ավետարանը ինձ հայտնվեց, ասում է, ես մեկ վայրկյան անգամ մարմնին եւ արյանը հարցում չարեցի։ Հասկանում եք, միշտ կա այս դեպքը, այս իրավիճակը, որ
ինչու մենք սկզբում կարդացինք, որ մարդու թշնամիները անգամ ընտանիքից կարող են լինել, որոնց հայտնված չի ավետարանի լույսը։ Երբեմն ասենք ապաշխարող մեկին անգամ համարում են խելքը թրծրած մեկը, չէ՞։ Քանիսս են այսպես համարել։ Այդքան շատ պետք չի առաջ գնալ, էլի հավատացյալ եղիր եւ այլն, չթողնելով որպեսզի մարդը ամբողջական հոժարությամբ ամբողջ սրտով Տիրոջի հետև ինչպես որ Տերն է իրեն առաջնորդում, ասում է գնամ հրաժարական ողջույնը ստամ։ Եվ Հիսուս ասեց նրան, ով որ ձեռքը մաճի վրա կդնե ու ետ կնայի, Աստծո թագավորությանը հարմար չէ։ Եվ այսպիսի իրավիճակներ մենք շատ ենք նկատել մեր կյանքում եկեղեցու ընթացքի մեջ, եթե հավատացյալը դեռևս այսպես տատանումների մեջ է Աստծուն հաճեցնի, ընտանիքին հաճեցնի, Աստծուն նա այդպես էլ մի տեղ չի կարող հասնել, հոգևոր լուրջ վերընթաց չի կարող ունենալ, բայց եթե դու նվիրվես Տիրոջը, իմացի որ դու ավելի շատ ես սիրելու քո հարազատներին, ավելի շատ ես նրանց համար աղոթք անելու, ավելի շատ ես հոգս անելու քո հարազատիդ համար, քան բնական սովորական աշխարհիկ կյանքով զբաղված մարդու, որը այսպես ասած հետաքրքրված է իր երեխաների ապագայով, անհասկանալի բան։ Մինչ մենք գիտենք, թե հոգևոր մարդու համար մտածելակերպը ոչ միայն այս երկրավոր բաներ են, ապա երկնային ժառանգությանը հասցնելն է։ Թող Աստծո անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, մենք առաջին հերթին պետք է ոչ թե միայն, ասենք, երկրավոր բաներով հետաքրքրված լինենք, ապա ամբողջ մեր ուշադրությունը առջևի եղածներին դիմելն է։ Երբ որ Հեսուն առաջնորդում էր ժողովրդին, երբ որ եկավ պահը, որ Հորդանանից այն կողմ պիտի անցնեին արդեն, նա հայտարարություն արեց, ասեց դուք այսօր որոշեք, թե ումն եք պաշտելու գետից այն կողմ, բայց ես եւ իմ տունը Տիրոջը պիտի պաշտեմ, ես եւ իմ տունը։ Մենք եղբայրներ, քույրեր, Տերը, որ մեզ կանչել է ավետարանի լույսով շարժվելու եւ մեր կյանքը անցկացնելու, մեր նպատակը առաջին հերթին պիտի լինի մեր հավատարմությունը Տիրոջ առջև եւ ապա նաեւ մեր հարազատները, մեր սիրելիները անմիջական։ Եվ իհարկե միջավայրը, որտեղ որ մենք կանք։ Որտեղ Աստծո խոսքը մեզ միշտ տանում է դրան։ Այսօր կարծեք, թե Տերը հենց դրա մասին էր ուզում մեզ վկայություն բերել, որ մենք մի պահ, այսպես ասած, կարելի ասել հուսահատվել ենք կամ տկարացել ենք կամ թողել ենք երկրորդական, երրորդական մի բան, որ դե այսքան տարի մենք հավատքի մեջ ենք, արդեն խոսվել է, արդեն ինչ որ պետք է ասվել է եւ այլն, ոչ եղբայրներ, քույրեր։ Մենք մինչև վերջ պիտի շարունակենք հավատարմորեն մեր սիրելիների, մեր հարազատների համար հոգ տանել հոգևոր առումով, թե աղոթքներով, թե մեր վերաբերմունքով եւ թե մեր հարաբերությամբ։ Թող Աստծո անունը փառավորվի։ Եկեք միասին կանգնենք երգեցողությամբ Տիրոջ անունը փառ։ Սա մի փորձության դաշտ է։ Աստված հենց այնպես իր լույսը մեր մեջ, մեր տան մեջ, մեր տների մեջ չի ծագեցրել։ Նա նպատակ ունի, որպեսզի մեր տները, մեր հարազատները, մեր սիրելիները բոլորը դառնան Տիրոջը եւ մենք կատարյալ սրտով ամբողջ ուրախությամբ շարունակենք Տիրոջը պաշտել։ Ես ինչպես անեմ, որ
ինչպես անեմ, որ